21 TV եթերում իր աշխատանքն է սկսում ապրենք առողջը, բարև ձեզ, ես Տաթև Արաքելյանն եմ։ Այսօր տաղավարում հյուրընկալել եմ Աստղիկ բժշկական կենտրոնի թերապևտ, ընտանեկան բժիշկ Ստելլա Միրխանյանին։ Մինզրույցին անցնելն ասեմ շնորհակալություն սպասարկման համար Արփինգա Բյութիին, տեղեկացնեմ, որ այն գտնվում է Իսակով 42 կոտորակ 3 հասցեում, հեռախոսահամարն է 044 31 27 38։ Բարի գալու, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ հրավերքի համար։ Ջերմ զրույց ենք ունենալու, որովհետև խոսելու ենք ամռան մասին եւ հատկապես մյուս կողմից է նայելու լինենք, այդքան էլ լավ բան չենք ասելու ամռան մասին, որովհետև ցավոք որքան էլ մենք սպասում ենք տաք եղանակին, արև, ծով, հանգիստ, արձակուրդ, բայց կան մարդիկ, որոնց համար ամառը իսկապես գլխացավանք է դառնում, որովհետև այս կամ այն հիվանդությունը իսկապես ծրվում է, գլուխ է բարձրացնում եւ իրենց կյանքի որակը այս շոկ եղանակին իսկապես տուժում է, հա։ Խոսենք այն բոլոր հիվանդությունների ու խնդիրների մասին, որոնք հատկապես ամռանը գլուխ են բարձրացնում կամ կարող ենք ասել սրանց համար ամառը այնքան էլ բարենպաստ ժամանակահատված չի։ Մեր Հայաստան աշխարհը գտնվում է մի այնպիսի աշխարհագրական դիրքում, որ մենք վայելում ենք տարվա 4 եղանակներն են։ Վայելում ենք նաև ամառը, բայց ունենում ենք այնպիսի իրավիճակներ, երբեմն այդ վայելքը այնքան էլ վայելք չի համարվում եւ գլուխ են բարձրացնում այնպիսի հիվանդություններ, ինչպես վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունները։ Վարակիչ հիվանդություններից շատ ակտուալ, շատ տարածված են աղիքային վարակները։ Ես կարող եմ մի քանի խոսքով նշել մի քանի շատ տարածված ախտաբանությունների մասին, դրանք հիմնականում ամառվա սեզոնայնություն, ամառ աշուն սեզոնայնություն ունեն։ Սալմոնելոզն է դա, դիզենտերիան է, ռոտավիրուսն է եւ բազմաթիվ այլ խնդիրներ, հա։ Մի երկու բառով նշեմ, ինչով է կապված այդ հիվանդությունները ամառվա հետ, սովորաբար դրանք կեղտոտ ձեռքերի հիվանդություններ են։ Նո հիմնականում վարակվում են օրալ ֆեկալ ճանապարհով եւ կենցաղային իրերի, մսի, ձկնեղենի, ես սա ասում եմ ընդհանուր, հա, վարակման աղբյուրի մասին, կեղտոտ ձեռքեր ինչպես նշեցինք եւ կեղտոտ ջրերի, միրգ բանջարեղենների կեղտոտ օգտագործման պարագայում սրանք կամ ոչ այնքան ճիշտ լվացված տարբերակում, երբեմն թրջելը մեզ թվում է, հա, թերի լվացված, այո, եւ այստեղ մենք ուղեկցվում այս հիվանդությունները բարձր ջերմությամբ, ինտոքսիկացիայով, ցավեր որովայնի շրջանում, ռոտավիրուս ինքնին արդեն անվանումը նշանակում է, որ դա վիրուսային հիվանդություն է եւ երբեմն ուղեկցվում է նաեւ աղիքային այդ ախտաբանության հետ ուղեկցվում են նաև հարբուխային վիճակներով, կոկորդի ցավ ու հիվանդանում են առավելապես խոցելի խմբերը մինչև 5 տարեկան երեխաները եւ ծերերը ավելի խոցելի են, հա։ Այստեղ մենք խնդիրը դրված է հայտնաբերումը, վաղ հայտնաբերումը եւ միջոցառումների կազմակերպումը, դրանք ուղեկցվում են հիմնականում դիսկոմֆորտով որովայնի, ցավերով, կղանքի հետ կապված փոփոխություններով, եթե սալմոնելոզը ինքը ուղեկցվում է ստամոքսաղիքային վերին հատվածների խնդիրներով, ախտատեղաբանությամբ, իսկ դիզենտերիան արդեն ստորին հատվածի եւ կղանքի փոփոխություններ են լինում, բազմակի ջրիկ կղանքով է ուղեկցվում, նույնն էլ կարելի ասել ռոտավիրուսի դեպքում սրանք տևում են մի քանի օր, մինչև 1 շաբաթ տևողությամբ է լինում, բնականաբար բժշկական միջամտությունների արկայությունը այս պարագայում պարտադիր է, տանը եթե խիստ ծանր վիճակում է, բնականաբար դիմում են բժշկի անհապաղ։ Երբ դիմեն, դոկտոր, որովհետև երբեմն այս սեզոնին մենք շատ ենք օգտագործում մրգեր բանջարեղեններ եւ հաճախ առանց որևէ խնդրի, այսինքն առանց վիրուսային, հա, դրսևորման կարող են փորլուծություններ լինել, վքնածություն լինել, ինչպես դիֆերենցենք սրանք, որպեսզի իմանանք, որ այստեղ ոչ թե այսօր օրինակ շատ ծիրան ենք կերել, ինչպես հաճախ ժողովուրդն է ասում, այլ դրա փոխարեն ունենք վիրուս, որը պետք է անպայման բուժում ստանա։ Ձեր նշած հիվանդությունների տարբերակումը, որ
որպեսզի անենք, այդքան էլ բարդ չի, քանի որ մենք երբեմն ունենում ենք ոչ վարակիչ դեպքեր, ունենում ենք նաև սննդային թունավորումներ, որը նույնպես կախված է մեր ընդունած ձեր նշած սննդից, վատորակ սնունդ, երկար պահպանված սնունդ, մոտավորապես խոհանոցային պայմաններում պատրաստված սնունդը բաց տեղում առանց սառնարանային վիճակի չի թույլատրվում 1.5-2 ժամից ավել պահպանել, հա։ Այս դեպքում մենք ունենում ենք սննդային խնդիրներ, ստամոքսի այսպես կոչված ալիմենտար գաստրիտ եւ էնտերիտ, կոլիտ եւ ուղեկցվում են դիսկոմֆորտով, փսխումով, լուծով, դրանք ոչ ինֆեկցիոն վարակներ են, իսկ մյուս իմ նշածներ, վերը նշվածներ, դրանք արդեն ինֆեկցիոն բնույթի, իսկ որ դեպքում հիվանդանոց դիմել կախված հիվանդության ծանրության աստիճանից, հա։ Այստեղ կախված լուծի քանակից, կախված ջրազրկման պայմաններից, ինտոքսիկացիայի վիճակից, բնականաբար մենք այստեղ շատ միջոցառումներ տնային պայմաններում չենք կարող անել, հիմնականում հեղուկի ընդունումն է, աղային լուծույթների ձևով եւ սիմպտոմատիկ բուժումն է։ Դա հիմնական ասորբենտների միջոցով է։ Սնունդը այստեղ խիստ խնայողաբար առաջին մի քանի ժամվա ընթացքում կարելի է ոչինչ ընդունել, այնուհետև այսպես կոչված դիետիկ սնունդ ընդունել։ Մեզ հայտնի շիլաները, հա, շիլաններ, կարտոֆիլի շիլա, բրնձի, հնդկածավարի շիլանները։ Այդ առումով շատ տարածված են, ակտուալ են, իսկ տարածված է նաև ոչ վարակիչ հիվանդությունները, այս ամառվա սեզոնին մենք ունենում ենք այս հիվանդությունների սրացումներ, հա, դրանք հիմնականում անոթային խնդիրներն են, մեր շատ հաճախ տարածված, մոտավորապես 10 հոգուց 8 հոգի և կանայք, թիրախում հայտնված են կանայք, ունենում են վարիկոզ երակներ։ Շատ ակտուալ է, դա պայմանավորված է եւ տաք եղանակով, եւ հիպոդինամիայով, եւ ճարպակալումով, ինչու՞ չէ, քիչ շարժվելով, հա, տարածված է եւ այս պարագայում ունենում են մարդիկ ծանրության շոկ եղանակին առավել եւս դասերվում է, ունենում են ծանրության զգացում, ցավեր, այտուցներ եւ այնուհետեւ երևում է իր ամբողջ դրսևորումը։ Հիվանդության շարունակություն ունենում է բարդություններ, այստեղ դեղորայքային բուժումը եւ վիրահատական ճանապարհով։ Երբեմն ունենում ենք նաեւ այտուցներ ձեռքերի շրջանում, հա, ձեռքեր, ոտքեր, որևէ ախտահարում այդպես չենք գտնում եւ տեսնում ենք, որ այտուցված են։ Սա ինչ ասա նշանակում արյան շրջանառության ոչ հստակ ընթացք եւ այտուցում է։ Այս դեպքում չպետք է ասենք, որ հեղուկը չպետք է ընդունենք, ոչ, եթե ամառը մեր ջերմատվությունը ավելի ակտիվ է այս պարագայում եւ անհրաժեշտ է հեղուկի ընդունում նորմալ չափերով։ Այժմ նախկինում գտնում են, որ մարդը պետք է խմի 2 լիտր հեղուկ, բայց ակտուալ չի հիմա այդ մոտեցումը, քանի որ ՎՈԶ-ը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ասում է, որ կիլոգրամ քաշին մոտավորապես 30 միլիլիտր, ստացվում է նույն 2 լիտրը։ Դե 50 կիլոգրամ քաշ ունեցող մարդն ու 130 կիլոգրամը բնականը չեն կարող նույն քանակությամբ օգտագործել։ Եվ բացի դրանից հեղուկի ընդունումը մեր պարագա ընդհանրապես կախված է մարմնի կշռից, տարիքից, սեռից եւ կատարած ֆիզիկական աշխատանքից։ Այդ պարագայում մենք հաշվի ենք առնում այդ մոտեցումները, օրինակ նույնը չենք ասի ծերերի եւ երեխաների համար։ Այս խումբը սովորաբար ծարավի զգացումը այնքան էլ ճշգրիտ չի կարողանում ասի, հա։ Իսկ ամառվա սեզոնին մոտավորապես 30 աստիճանից, եթե բարձրանում է ջերմաստիճանը օդի, մեր հեղուկի քանակը կարող ենք ավելացնել 500-ից մինչև 500 միլիլիտրից մինչև 1.5 լիտր։ Եվ կախված օրական ֆիզիկական իմ նշած այդ ցուցանիշներով եմ ես անցնում, ֆիզիկական աշխատանքից կախված 1 ժամվա աշխատանքի դեպքում մեր հեղուկի ընդունած քանակը կարող ենք շատացնել մինչև 400-ից մինչև 1 լիտր
հեղուկ։ Եվ բացի դրանից օրգանիզմը այնպիսի ունիկալ մեխանիզմ է, երբ հեղուկի քանակը պակասում է 1-2%-ով, մարդը զգում է ծարավի զգացում է ունենում, հա, եւ ուզում է լրացնել։ Այս պարագայում մեզ հարկավոր չի, ինչպես մի ընդունված է, որ պետք է ասենք սառը հեղուկ։ Այս պարագայում մեզ հարկավոր է սենյակային ջերմաստիճանի եւ մի փոքր սառը, որովհետեւ սառույցով հեղուկը ինքը արդեն չորություն է առաջացնում եւ հեղուկի քանակը կրկին էլի ավելացնում է, հա, այդ բան հագեցնում եմ, բայց հետո արդեն նորից էլի ցանկություն է առաջանում հեղուկ ընդունելու։ Այս սեզոնին նաև շատ հաճախ խոսում են ճնշման տատանումների մասնավորապես իջեցման մասին, հա։ Ձեր պրակտիկան ինչ է հուշում, արդյոք ավելանում են այս դեպքերը։ Ուրեմն ասույթ կա, որ բարձր ճնշում ունեցող մարդիկ էմոցիոնալ առումով ունենում են բուռն կյանք, բայց կարճ կյանք, հա։ Իսկ ցածր ճնշում ունեցողը շատ աղքատ է էմոցիոնալ, բայց ունենում է երկարատև կյանք։ Ընտրեք։ Կարծում եմ ընտրության հարց է, բայց սա էլ է ակտուալ, ինչ առումով մենք ցածր ճնշում համարում ենք 90-60 սնդիկի արյան ճնշումը, եւ այս պարագայում սա կարող է լինել եւ ֆիզիոլոգիական ցածր ճնշում եւ ախտաբանական։ Ֆիզիոլոգիական ցածր ճնշումը համարվում է, ասենք, հիվանդ է եւ գալիս է տեսնում ենք, որ մարմնակազմության ոչ այդքան արտահայտիչ ասթենիկ մարմնակազմության աղջիկ է եւ ասում է ցածր ճնշում եւ ասում է, նշում է, այ մայրս էլ է ունեցել նման ճնշում, հա։ Այս պարագայում մենք անհանգստանալու կարիք չունենք, հա, քանի որ մենք ուրիշ ոչինչ չենք տեսնում։ Իսկ թե իրեն լավ է զգում, թվերն են։ Այ հիմնականում մենք մտահոգվում ենք 90-60-ից ցածր ճնշման պարագայում եւ այս պարագայում մենք արդեն պետք է ճշտենք այդ ճնշումը ինչից է։ Լինում է սուր խնդիրներից եւ լինում է քրոնիկ խնդիրներից։ Սուր խնդիրները հիմնականում դրանք սուր վիճակներն են, դա սրտմկանի ինֆարկտն է, դա արնահոսություններն են, մենք այստեղ ոչինչ չունենք անելու, միանգամից անմիջապես դիմում ենք նեղ մասնագետներին եւ ստացիոնար բուժման։ Իսկ քրոնիկ դեպքերը դրանք հղիներն են, որ երբեմն ոչ թե երբեմն հղիների մոտ արյան ճնշումը իջնում է, լինում են անեմիաների դեպքում։ Այս դեպքերում է, որ նպաստում է ամառվա տապը եւ շոկը։ Այս պարագայում մենք արդեն շատ դեղորայքային արսենալ մեզ մոտ այդքան հարուստ չէ, ինչպես բարձր ճնշման դեպքում։ Այս պարագայում էլի ամառվա սեզոնին մենք առաջարկում ենք հեղուկի, հիմնականում աղային լուծիչներ։ Իսկ շոկոլադը, քաղցրը, մեղրը, սրանք որքանով են օգնում։ Միանշանակ անհրաժեշտ են։ Մենք տոնուսավորող միջոցներ ենք առաջարկում, հեղուկ աղային լուծույթի տեսքով, ինչու՞ չէ սուրճը, ինչու՞ չէ մոկթեյլը, սրանք նպաստող ձեր նշած մեղրը, քաղցր, շոկոլադը, դրանք ճնշումը գոնե մի փոքր բարձրացում են եւ բնականաբար հանգիստ է, ինչու՞ չէ։ Ուզում եմ առանձնացնեք այն կարևոր խորհուրդները, որոնք ուզում եք մեզ այս պահին դիտող յուրաքանչյուր հեռուստադիտողին, հա, հասցնել, որպեսզի ամառը իսկապես վայելենք, որովհետև սովորաբար ասում են, չէ, ամառը շատ արագ է անցնում, հա, որպեսզի կարողանանք հնարավորինս մաքսիմալ վայելել այս ամիսները եւ մինիմալ քիչ զբաղվենք առողջությամբ այնքանով, որ դրանք չգլուխ բարձրացնեն, չանհանգստացնեն եւ չփչացնեն կյանքի որակն ու օրը։ Ինչպես բոլոր, այնպես էլ բժիշկները անձամբ ես շատ մեծ ցանկություն է ամառը վայելելու։ Ինչ խորհուրդ կարող եմ տալ, հիմնականում արևը վայելեք բամբակյա հագուստով, ունենաք արևապաշտպան քսուկների օգտագործում արեք, ունեցեք անձրևանոցներ արևից պաշտպանվելու համար եւ գլխարկներ, ինչու՞ չէ, եւ արևը փողոցում վայելեք մինչեւ 11-ը եւ ժամը 16-ից հետո, հա։
բացի դրանից պահպանեք մաքուր ձեռքերի կանոնը, բնականաբար դրա հետ է կապված սննդային իմ վերը նշված խնդիրների առաջացումը, պահպանեք կենցաղային պայմանների մաքրությունը հնարավորինս բնականաբար եւ այլն կյանք։ Եվ ձեր թույլտվությամբ նաև կուզեմ ավելացնել, որ բոլոր նրանք, ովքեր գիտեն, որ ունեն այս կամ այն հիվանդությունները, խնդիրները, ապա իրենց նեղ մասնագետների հետ մինչև խնդիրների առաջ գալը պարզապես դեղաչափերի, դեղերի տարբերակների, այսպես ասած, կորեկցիան անել նախապես, որպեսզի բանը չհասնի նրան, որ օրինակ հոսպիտալացնենք, էլի։ Բնականաբար ցանկացած քրոնիկ հիվանդ ճանաչելով իր հիվանդությունը, պահպանելով դեղորայքային բուժման բոլոր ձեր նշած բոլոր կանոնները, մենք չենք ունենա ոչ մի խնդիր։ Կարծում եմ եւ ամառը իր ամբողջ շուքով կմտնի իր կյանք, նման հիվանդի կյանք։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ։ Ձեր հեռուստադիտողներ հիշեցնեմ, որ զրուցակիցս Աստղիկ բժշկական կենտրոնի թերապևտ ընտանեկան բժիշկ Ստելլա Ամիրխանյանն էր։ Ուզում ասել շնորհակալություն նաև սպասարկման համար Արփինկա Բյութիին, տեղեկացնեմ, որ այն գտնվում է Իսակով 42 կոտորակ 3 հասցեում, կոնտակտային հեռախոսահամարը 044 31 27 38։ Շնորհակալություն մեզ հետ եք, հաջողություն։